Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ 2018 թվականից սկսյալ ես խիստ որոշակի վերապահումներ ունեցել եմ քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք ծավալվում էին Հայաստանում։ Իհարկե, ես իմ վերապահումները հանրայնորեն, մասշտաբայնորեն չեմ արտահայտել, հաշվի առնելով ժողովրդի լայն շրջանակների աջակցությունը իշխանությանը, հույս ունենալով, որ միգուցե ես եմ սխալվել։ Միգուցե սա այն է, ինչ որ անհրաժեշտ է այսօր Հայաստանի։ Դժբախտաբար, սա այն դեպքն է, սովորաբար մարդիկ ուրախանում են, որ իրենք չեն սխալվել, բայց դժբախտաբար ես ցավում եմ, որ ես այս դեպքում չեմ սխալվել, ինչպես եւ չեն սխալվել միջարկան։ Ինչու չեմ սխալվել եւ ինչու ունեի այդ վերապահումները։ Այն անձը, ով առաջնորդում էր քաղաքական process-ը Հայաստանում, որևէ վստահություն չէր նշենչում ինձ, ի տարբերություն այն բոլոր անձանց, ովքեր ոգևորված էին նրանով։ Նրա կենսագրության պարզ վերլուծությունը ինձ հուշում էր, թելադրում էր, որ որևէ դրական տեղաշարժ, որևէ լուսավոր հեռանկար հնարավոր չէ ակնկալել այս մարդու առաջնորդած շարժումից։ Դա մի մարդ էր, որ իր ողջ կենսագրության ընթացքում բացառապես առաջնորդվել էր շանտաժով, վիրավորական, զրպարտչական բնույթի գործելավոճով, որը արտացոլված է նաև իր կողմից հեղինակած գրքի մեջ։ Ես ակնարկում եմ երկրի հակառակ կողմը գիրքը։ Դուք երևի թե ծանոթ եք այդ գրքին, եւ դժվար է դրական սպասումներ ունենալ մի մարդուց, որի աշխարհայացքը ուղղակիորեն արտացոլված է, դրոշմված է այդ գրքի մեջ։ Բայց իսեր Աստծո, ես չպետք է լինեի այն անձը, որը ժողովրդական սպասումները փորձեր խափանել, փորձել չարագուշակ մարգարեի պատմության հագնել։ Եվ դժբախտաբար 20 թվականին տեղի ունեցավ այն, ինչ որ բոլորիս կյանքը այսօր ավերել, բոլորիս համար մեծագույն մտահոգություն է։ Մենք կորցրեցինք Արցախը, մենք կորցրեցինք ներազգային համերաշխությունը, կեղծ եւ արհեստական պատճառաբանություններով բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, պառակվեց հասարակություն։ Եվ իհարկե այդ պայմանների մեջ ես անբարոյական եմ համարել, որպես թե եկեղեցական եւ թե անձ որևէ ձևով իմ դիրքորոշումը չարտահայտել։ Եվ ես այդ դիրքորոշումը արտահայտել եմ եւ այսօր էլ այդ դիրքորոշման վրա եմ այդ անձը եւ այդ անձինք, այդ իշխանությունը, որը այդպիսի առհավիրք է բերել մեր երկրի եւ մեր ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանան։ Անկախ նրանից ինչ աշխարհաքաղաքական ու քաղաքական գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարության շարունակությունը, դա շարունակելու է նոր արհավիրքներ բերել մեր ժողովրդի եւ մեր երկրի գլխին։ Ուրեմն այս համոզմունքներից ելնելով ես արտահայտել եմ իմ դիրքորոշումները եւ բնականաբար այդ դիրքորոշումները դուրս չեն եկել իշխանություններին եւ վարչախմբին։ Այդ դիրքորոշումների հետ կապված դուք արդեն տեղյակ եք, հրապարակվել է, որ ես մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ազգային անվտանգության ծառայության տարբեր պաշտոնյաների հետ։ Ես անունները չեմ ցանկանում նշել։ Հրապարակված կա, ես ճշգրիտ թվականները դժվարանում եմ հիշել։ Մեկը ինձ չեն հանդիպում եմ ունեցել։ Սիրելի լրագրողներ, պիտի խնդրեմ, որպեսզի երկխոսության չվերածենք եւ հարցազրույցի չվերածենք, որպեսզի հնարավորություն ունենանք բոլորս մեր հարցերը ուղղելու։
եւ տեղեկացնեմ, որ արդեն կա որոշակի հերթականություն, ես տեսել եմ ովքեր են ձեռքեր բարձրացրել եւ ըստ այդ հերթականության կհրավիրեմ հարցեր տալու։ Ուրեմն ես չեմ կանչվել։ Ըստ էության ծանոթագիրներ չեն եղել, պարզապես եղել է հրավեր հանդիպումների եւ մենք հանդիպել ենք։ Իհարկե հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումները արտահայտել, ես իմ դիրքորոշումներն եմ արտահայտել։ Իհարկե տարբեր տեսակի պնդումներ են եղել, համոզումներ են եղել։ Իհարկե ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, բայց ես ձեզ ասեմ, դժվարանում եմ ասել, մեղքը չառնեմ ուրիշների։ Ինչպես դժվարանում եմ ասել, ակնարկներ եղել են, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ թողաստվածների մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզումներից։ Եվ ես այսօր նույն համոզումների վրա եմ։ Որևէ գործողություն, որևէ սպառնալիք, որևէ տեղեկատվական տեռոր չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որը ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ որ ես կարող եմ երբևէ արած լինել։ Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչ եմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության հետ, իմ արածների հետ։ Ես տեսագրություններին առանձին անդրադարձել եմ, իհարկե դրանք կեղծիք են եւ սուտ են։ Ես դա ասել եմ եւ կրկնում եմ։